Բարև ձեզ։ Պիտի մանեցել, ես երկու հարց ունեմ ձեզ առաջինը վերաբերում է Հայկ Սարգսյանի նախագծին, որի վերաբերյալ դուք ևս ձեր գրասենյակը հայտարարություն տարածել էր, ինչ մտավախություններ ունի մարդու իրավունքների պաշտպանը այդ նախագծի վերաբերյալ, կարող եք մի քիչ ավելի մանրամասն ներկայացնել հանրությանը, եւ երկրորդ հարցը վերաբերում է դուք բազմիցս անհանուր ժողովրդականություն ատելության խոսքը, որը կա հանրության շրջանում, դատապարտելի եք համարել, բայց մենք չտեսանք ձեր գրասենյակի կողմից հայտարարություն, արձագանք, օրինակ վարչապետի տիկնոջ գրառույթների վերաբերյալ, որտեղ քաղաքացիների մի դեպքում ոչինչ, մի դեպքում էշ, տգետ, տխմար եւ նման ձևակերպումներ են տալիս։ Շնորհակալություն։ Առաջին հարցի վերաբերյալ նշեմ, որ ես իմ դիրքորոշումը նաև հրապարակային եմ ներկայացրել, ըստ էության, եթե մասնագիտական լեզվով ասելուրին եմ, պիտի ասեմ, որ ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում, իսկ հանրամատչելի լեզվով պիտի հատուկ արձանագրեմ, որ ես անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում սահմանադրությամբ սահմանված պարտականությունների հետ եւ չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ եւ այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով, եւ երկրորդ հանգամանքը, որը հիմա դարձյալ կուզենամ շեշտադրել, այն է, որ մենք բոլորս գիտենք, որ զինված ուժերում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, եւ այս տեսանկյունից դարձյալ իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն եւ հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից, բայց սա շատ հանրամատչելի լեզվով իրականում կարելի է շատ երկար խոսել այս նախագծային կարգավորումների առնչությամբ։ Նախապես նախագիծը չի քննարկվել ինձ հետ, նաեւ ընդհանուր առմամբ հաստատությանը չի ուղարկվել, հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանին նախագծերն ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են կառավարության նախաձեռնություններին, ազգային ժողովի պատգամավորների պարագայում նման պարտականություն չունեն, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում նաև հարցի հետ կապված, քանի որ հրապարակային եմ դիրքորոշում հայտնել, վստահ եմ, որ այս առումով քննարկումներ կունենան։ Երկրորդ հարցի հետ կապված էլ շատ կարճ ուղղակի ասեմ, որ մեր լիազորությունները տարածվում են բացառապես պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց վրա, հետեւաբար ընդհանրապես իրավասու սուբյեկտ չեմ հարցի վերաբերյալ պատասխանելու համար, ինչ վերաբերում է այս նախագծին, դարձյալ դուք ամեն դեպքում պարտավոր եք բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, անհանդուրժ ժողովրդականությունը եւ անհավասարությունը բոլորի դեպքում է արտահայտելի եւ դատապարտելի գործընթաց։ Հետեւաբար միայն պաշտոնատար անձ իրավունք չունի մյուսին վիրավորել։ Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա։ Իմ լիազորությունները տարածված են բացառապես պաշտոնատար անձանց վրա, տարածվում են, հետեւաբար այս մասով իրականում անիմաստ է հիմա քննարկում ծավալելը, նաեւ այսպես ասեմ, էթիկայի կանոնների կներեք, նաեւ էթիկայի կանոնների վրա չեն տարածվում իմ լիազորությունները այս առումով սահմանափակված են, ի տարբերություն ինձ նման ոլորտում լիազորություն ունի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետեւաբար կարծում եմ այս հարցը կարող եք իրենց ուղղել, եթե նախագծի հետ կապված էլի հարցեր կան, ուրախ կլինեմ դրանց պատասխանել։